Հարգանքներս բոլորին։ Ժողովուրդ ջան, ես մկրտիչ Նիկոլայ Կարապետյանն եմ։ 2006 թվականից զբաղվել եմ մի թեմայով, որ հավատացնում եմ ձեզ աշխարհի ճանաչված փիլիսոփաները, գիտնականները նմանապես քննարկել են եւ ժամանակակից գիտությունը, գիտության ներկայացուցիչները քննարկել են տվյալ թեմայի վերաբերյալ շատ հարցեր, ես իմ կներկայացնեմ ինչ թեմա եւ շատերը իհարկե հերքել են, որ մարդու միտքը չի կարող լինի առարկայական։ Ուրեմն որպես ախպեր եմ ձեր հետ խոսում, էլի, որպես քաղաքացի, ոնց կուզեք ընդունեք լավով, ես ծխեմ։ Այս թեման շատ լայնածավալ, ճյուղավորված թեմա է։ Ես ներկայացնեմ, ասեմ, մարդու միտքը, որ առարկայական ունեմ, բայց շատ անգամ տեսեք, դա իմ մտքերն են, որ եթե մարդը կարողանար ինքն իրեն ծրագրավորել, ասենք այն հաճելի պահերը, որ ինքը իր կյանքում ունեցել է, ես նկատի ունեմ միայն հոտերին, հոտառությանը, մարդու հոտառությանը։ Եթե կարողանար ինքն իրեն ծրագրավորել, ոչ հեռավոր անցյալում, որ եղել է բնության գրկում, եւ այդ հոտը մնար իր ուղեղի մեջ, այդ բնության մաքուր օդը բնության գրկում ունի հոտ, հոտն էլ չէ, ծաղիկները հոտ ունեն, դա բնությունից, հոտն էլ տպավորվում է ձեր ուղեղի մեջ, բայց հետո վերանում է, չէ, ու դուք ինչքան է ուզենակ վերհիշեք այդ հաճելի պահը, միևնույն է, այդ հոտը չի վերադառնա ձեր քիթը։ Հասկանում եք, այդ մաքուր օդը չի վերարտադրվի ձեր ուղեղում, որ դուք կարողանաք օգտագործեք։ Ասենք դա նկատի ունեմ այն բալոնը, օդի բալոնները, որ սուզում են ջրի տակ, չէ՞, օգտագործեք, էլի։ Տեղնկած բախտը, որ լինում են տգետ մարդիկ, որ ասում ես չեն կարողանում հասկանալ, որ արա դուք իրավունք չունեք մարդկանց օդը կեղտ ուտեք։ Տերև վառելով, թութ վառելով կամ չգիտեմ ինչ զիբիլ վառելով, ամեն 10 մետրի վրան զիբիլի արկղները դրել են։ Ես եղա այս 4 տարի, 5 տարի պայքարեցի, որ ես տգետներին բացատրեմ մեծ բան մի արեք, միևնույն է կրկնվում է, ես զանգարել եմ այն տարիներին եւ Քանաքեռի ոստիկանությանը եւ թաղայինն է եկել, ապարդյուն ոչ մի որեցե մի սենց ռեզուլտատ չկա, միևնույն է այդ տվյալ անձնավորությունները կրկնում են, որ իրանք կան այդքան, որ կարան անեն, ուրեմն կան, ուրեմն Քանաքեռի ոստիկանապետը չկա այդքան, կամ այն մնացած աշխատակիցները, որ իրանց դիմելը միևնույն է դա կրկնվում է։ Լավ, հələ անցնենք այդ մանրունքը, էլի դրանք կանդրադառնանք, իմ թեման ավելի լուրջ է, որ մարդու միտքը առարկայական է։ Եվ իհարկե ապացույցները։ Մարդուն չեն կարող ծրագրավորել, սարքեն կենսաբանական ռոբոտ։ Դա բացառում է, ինչքան է դուք ինքներդ ձեզ թույլ տաք, որ ձեզի ներս շնչեն։ Միևնույն է, նրանք չեն կարողանա, ինչքան է դուք թույլ լինեք, որտեղ դա ծնված օրվանից
դեր մարդկության մեջ ներդրված է դա, որ ոչ մեկ իրան աստուտեղ չդնի։ Բացարձակապես, գիտությունը ինչքան է զարգանա, ինչքան է հասնի այն բարձունքներին, նա միևնույնն է, դեռ մարդուն բավականին չի կարացել հետազոտի իր հնարավորությունները, հետևա, որտեղ մարդը, բոլորս լավ գիտենք, որ մարդը հնարավորություն ունի զարգանալու, ստեղծելու, ինչքան կամենա, այնքան կարող, տարբեր ազգերին տարբեր ժամանակներին տված է եղել դա։ Մենք կորցրել ենք։ Ցավոք սրտի, դա կորցրել ենք, պատճառը եղել են պատերազմներ, բնու պատմությունն է։ Կարճ երկու խոսքով ասեմ, որ մեկ է կարգի տգետներ, կառավարիչներ, ղեկավարներ, թե 90-ական թվականներին, թե հիմա նույն բանն է։ Այդքան դիմելուցս հետո էլի նույն բանը կրկնվում է։ Ուրեմն ժողովուրդ ջան, ես այն մարդն եմ, որ հայտնաբերել եմ եւ փաստացի ապացուցում եմ նա, ինչ որ փիլիսոփաները, ասենք Իմմանուել Կանտը, տարածություն ժամանակ այդ հասկացություններ կան, էլի, пространство и время, շատ եմ կարդացել, այդ կարգի գրքեր, չեմ ունեցել, ուզել եմ իմ խոսքով ծանոթներից, ընկերներից, ով գրադարանում էր աշխատում, ով ուներ, այդ կարգի կարդացել եմ, հետո իհարկե, որ ունեցել եմ կամպյուտերով արդեն ավելի շատ ինֆորմացիա կար, լրատվություն, ես սկսել եմ հետազոտել թեմայի մեջ։ Այն ամենքը ինչ ներկայացրել եմ, որ վիդեոներում կա, որ մտովի փուչիկը շարժում եմ, ես մտովի էլի առարկա եմ շարժեմ։ Փորձարկումներ արել եմ մագնիսը դրել եմ, բացադրեմ, բարակթելով ասեղը։ Ասեղը թելը կապել եմ ուշտե և անեցեմ արել, որ մագնիսը ասեղի նոտի մեջ պահի։ Բայց ասեղի են և մագնիսի վերջի գագաթնակետն եմ հասցրել, որ ինքը հազիվ հասպայի և մտովի այդ ասեղը գցել եմ։ Դուք պատկերացնում եք այդ մագնիսական դաշտը ձգողական։ Ես կարողացել եմ մտովի հաղթահարել։ Ուրեմն դե լուսն ես ունիմ մագնիսական դաշտ, ես դրա համար գիտության խոսքերով չեմ ուզում բացատրեմ, քանի որ ես այն մարդը չեմ, որ ծիծաղ բերեմ ի վրեն, ես գիտությանը կարող եմ զարմացնեմ իմ գործողություններով։ Ես երբևէ այն դպրոցական երեխուն, որ ֆիզիկայից ավելի շատ հասկանում, չեմ կարող բացատրել ֆիզիկայի լեզվով, բայց իմ արած գործերով ես իրան ոչ միայն կզարմացնեմ, այլ դա իրանց համար, դպրոցականների համար ու ոչ միայն դպրոցականների համար, դա հրաշք թվա։ Ու նրանք սկսեն մտածել են, թե ոնց եղավ, որ այս մարդը իր մտքի ուժով կարողացավ վերջը շարժի, չէ՞ դա, կամ անպամպից կիսի, դա ինչ է նշանակում։ Դա նշանակում է, որ հնարավորություն ենք տալի մեր երիտասարդներին մտածելու ձևը նոր։ Եվ այս կարգի մարդը, ես, Մկրտիչ Նիկոլայ Կարապետյանս, կարող եմ մեր երիտասարդությանը մի հատ այնց ուղղություն ցույց տամ։ Ես շատ բան կա չեմ ասի։ Գործով
ցույց տամ, որ այս մեր երիտասարդ գալացող սերունդը վերջը հասկանա, որ մենք կարող ենք ուղղակի տգետների պատճառով կառավարության կլների ղեկավարության մեր անցյալ ապրածի, որ տգետները հարստացել են, այս խելացիները աղբեջան, նայել են ասել են ինձ պետք չի սովորել։ Եթե ես կարամ մի քաշ նարկոտիկ ինչ-որ ծախեմ, կամ մի բան անեմ, փողատերել եմ, եւ այլ այդ կարգի բաներ, դրանով կործանել են երկիրը մի խոսքով։ Դեսեք, ես քաղաքական դաշտ երբևէ չեմ ուզեցել մտնեմ, որտեղ դա իմ ծրագրերի մեջ չի մտել։ Ես աշխարհի մակարդակով աշխարհի են ժամանակակից լավագույն պայծառ ուղեղները չեն կարող գտնել այդ պատասխանը, չեն կարող, որտեղ դա իրականում իմն է։ Եվ ես, որ ասում եմ արեք, որ եթե մեկը գտնվի, որ ապացուցեմ դա, նրանք են առնետների պես ծակերն են մտնում։ Նկատի ունեմ դրսի հետ ու մնացած, որտեղ դա այնպիսի մի բան է, պատկերացեք լույսը, հեռուստացույցը միացնում եք եւ լույսը դեպի ձեզ է գալի, ինֆորմացիան գալիս է ձեզ։ Բայց դուք կարողանում եք լույսի դեմ հաղթարել այդ մասնիկները, պատոնները։ Այդ ինֆորմացիայի դեմ վերցնել, մտնել դաշտը մտովի եւ նույնպես ամպը վերացնել ամպը որպես ապացույց, որպես առարկա, չէ՞։ Եվ դա անել։ Դա հայտնաբերել եմ ես, հայտ տղամարդս, Մկրտիչ Նիկոլայի Կարապետյանը, որ արեստավոր եմ։ Եվ չունեմ ոչ մի բարձրագույն կրթություն, միջնակարգ ռուսական կրթությունն եմ։ Բայց դա չի նշանակում, որ ես չեմ կարդացել։ Ես շատ գրքեր եմ կարդացել, թե բավականին դե գրականությունը հիմնական ռուսերենը եւ ես շատ հպարտ եմ, որ ռուսաց լեզուն տիրապետում եմ ոչ վատ, ոչ էլ կարելի ասել այդ կարգի գերազանց, ոնց որ իրանց գիտնականները, բայց как говорят, достаточно. Знаю и поэзию, եւ պոետներին գիտեմ, եւ գրողներին։ Դրա համար ես ցանկությունն եմ ներկայացնելու, ինչ պիտի սովորեն տգետներից։ 90 թվականներից մի լավ բան ցույց տվեք, որ որևէ մի կառավարության օրոք եղել է, բացի արյունահեղությունից։ Մի լավ բան ցույց տվեք, հարևան պետություններում լսեք, ցավն է տանը։ Նույն ձև քաղաքական դաշտում եղել է եւ սպանություններ, գիտենք, քրոնիկան կա, բայց ոչ մի հարևան պետություններում, ոչ մի տեղ, եւ ոչ միայն հարևան պետություններում, այս կարգի քանակը նկատի ունեմ, այս կարգի տգետություն, այս կարգի սպանություններ եւ ոչ միայն քաղաքական ինչ-որ պետական գաղափարի համար կամ այնտեղ ազգի փրկելու համար, որ մի հատ, ասենք, պատմություն կա, չէ, Բեյրանը դե ուզում էր սես բաներ անել, կարճ եմ ասում, այլ զուտ փողի համար, ցավները տանը։ Զուտ փողի համար ինչ կատարվեց։ Սովետական միության ժամանակահատվածում դե վերջը լավ էլ գիտություն կար։ Մեր հայ գիտնականները դասիրակվել ենք այդ ընկերությունը։ Ես անձամբ դժգոհ չեմ։ 15 հանրապետություն ա եղել, 15 հանրապետությունը կարողացել ես ազատ մանգաս,
Մնացածը չեմ ուզում ինձ ներխուժեմ, խորանամ, որտեվ իրանց չկա աշխարհում այն կարգի պետություն, որ մինուսներ չունենա, չկա եւ չի կարող լինել։ Բայց այն ամենքը, որ կատարվեց ստեղ մեր տարածաշրջանում էս փոքր համեմատած ուրիշ պետությունների, էլի փոքր տարածաշրջանում սքան սպանություն Դատախազին իր աշխատասենյակում գնդակարին էլ պարլամենտը գիտենք գնդակարին ես հենց անցնեմ գինու գործանի տնօրենին գնդակարին հենց իրա տան դիմաց շենքի դիմաց էլ որ մեկնած էլ որն ասենք էլ որը հիմա ես եկավ Այս ժամանակները 50-50 բացարձակապես Քոչարյանի վաղտեր այդ լրիվ այդ անպագ այդ սպանությունները եղավ Քոչարյանի Սերժի հիմել բան չէ չի կրե պետական որովհետև մի ինչ որ բնույթ որ կան էլի իրականում եթե պետությանը ազգին վտանգ է սպառնում եւ այդ ղեկավարը արդեն դե Բեյրան բերի չէ որ Բեյրային կանոնավորեցին ստիպված որ մենակ Բեյրան չէ շատ տեղեր եղել է ես չեմ կարող ասեմ բայց որ փորփրենք կգտնենք քրոնիկայում որ կա է ձեր բան որ վերջը արդեն չկա տեղ չկա դու չես կարող քեզ թույլ տաս ըստ ասածների էլի այն ինչ որ լսում ես ականջներով այդ ասում ես ոնց կարող է պատայի է ձեր բան եւ ընդ որում այդ բոլոր մեղավորությունը մեղքի գցես ուրիշ պետության վրա կոդրես իրանց վրան մտնես քեզի օգտագործեն հզոր պետությունները իրանց խաղի մեջ դու չես կարող կճմրթեն կանցնեն վրնեկովս դու պետք է իրականում կողմնորոշվես կամ դու այդքան քաղաքականապես զարգացած չես ոչ այդքան ճկուն ես ուղեղով որ դու այնքան կարողանաս խաղաս այդ հզոր պետությունների մեջ որ քո տեղն ունենաս Միևնույն է օգտագործելու են միայն եւ միայն այս կարգի պետությունները կարան ասենք իրանց վճռականությունով զենքով ասեն եթե դու ինձ ես խփելու եթե դու ինձ ես սպանելու ուրեմն իմացի ես քեզ հաստատ կխփեմ եթե դու մեր կյանքն ես խլելու պատերազմը ինիկատում Հաստատ ես եք ձեր կյանքը կխլեմ զենք ապետ ուշ ունենք որտեղից եթե ունենք բա ուր ես 44 օրվա ես տրագեդիա ես սես բան ու ոչ մեկ չդատվեց մեղավոր չկա հետաքրքիր է, չէ՞, բայց ես մենակս ժողովուրդ ջան, լսեք, մենակս եւ սա ես առարկայական կապացում, մենակս կարողացել եմ հասնել այն բարձունքների, որ աշխարհի ժամանակակից գիտության այն փայլուն ուղերձները չեն կարողանա այդ պատասխանը տան թեստով են ոնց անում ես այդքան բանի հասել եմ եւ ունեմ պատասխանը իսկ 90 թվականից սրանք արա թալնին ու թալնին չրպին ու գրպին այդքան տոել արտասահմաններ ամերիկաներ եվրոպաներ մի սավ երկրների անձնագիրներն ունեն հավանական այս դուք Եգիպտոսի փարաոնների տեղն եք դրել ձեզ, ձեր հետ տանելու եք ընդեղ, այն աշխարհ, ձեր հարստությունը,
ձեր չեմ ուզում ուրիշ խոսքերով ասեմ սիրուինների բանը ձեր ավտոները հա պիրամիդայիք սարքելուն ես մցնեք ընդեղ ես մենակս այդ բանի հասել եմ մենակս աղբեջան առարկան կշարժը ու շատ բաներ որ ես չեմ ասի չեմ ներկայացնի ձեզ բայց քաջ գիտակցում եմ եթե ես ունենայի որից է մի հնարավորություն որ ես իրա դարձությունների չլներ մենակ ինքս իմ հետ լինեի ինձնով ես ավելի շատ բանի կասնեի որտեվ արդեն ընքան ինֆորմացիայի եմ տիրապետում ես խնդրեմ մտովի փուչիկը շարժեմ գցեմ հերիքա մի հատ շարժ որ շատերը ասում են դա հնարավոր չի օգտագործելով էներգիա այդ չեմ ասի դե լուսն ունի էներգիա դնենք փակ սենյակում ուզում եք մի հատ շուշից տարա սարքեք դրեք ես նստեմ այսպես նայեմ եւ այդ փուչիկը շարժելով քիչ շարժելով գցեմ ցած ես միշտ ասում եմ ես կներեք որովհետեւ ես իմ անունից եմ իմ դեմքով եմ ելույթ գալի ելույթ ունենում սենց ասած խոսում որ ես տեսանյութը զապիսը կտեսնեք եւ համոզված եմ որ վերջը կգտնվեն ավելի խելամիտ մարդիկ որ կհանդիպենք էլի ինչա տալիս ես այս հարցը ինքս ինձ տվել եմ եւ մանեմ եկե պատասխանները որտեվ շատերն են ինձ հարց տվել լավ ինչա տալիս սկզբից մտածի ասի չվիրավորեմ այդ կարգի մարդկանց որ իրանք խոսում են շահի մասին էլի սկզբից ինչա տալիս դա խոսում է արդեն մարդու անձնական շահը որ ինքը ուզում է սենց բանը կատարվի ես չի ասում լսի ասենք մգրտիչ ինչ հետաքրքիր է այդ ոնց ես անում ոնց է կատարվում ապրես Ոնց սենց բան կլիար ամպից կիսում ես լավ այդ որդուց ոնց եղավ որ դու կարացար այդ բանն անես այլ համոզված մարդիկ որ համոզում են ասում են լավ այդ ինչ է տալիս ձեզի մտածելու տեղիք է տալիս մտածելու տեղիք որ եթե մարդը կամք ունենա ցանկություն ունենա իրան կտա եթե դուք կամք ունենայիք քաղաքական ուժ ունենայիք չէիք կոդրվի ոչ փողին կգնայիք սկան ժամանակ ոչ մի լավ բան չեք արել գիտությունն էլ է կավիրե մնացած հետս թեթև շվոցը լսում ականջիս ձեր դրսի տերերը ովքեր ձեզ ֆինանսավորը բերել են սարքել են 90 թվականից կլինի ինչ կլինի ձեր դրսի տերերը ձեզանից կհրաժարվեն որտեվ դուք ընկան ագատուս եկաք որ քիչ գալու ապա որ ձեզանից հրաժարվելու են որտեվ իրանց ընդեղ խայտարակ են արդեն նրանք էլ չեն կարա երկար դիմանալ որտեվ դա անես բանա որ ուրիշ պետությունները տենում են
հասկանում են, թե ինչա կատարում ստե թույլ չեն տա, ուրիշ պետությունները թույլ չեն տա, այն ինչ որ կատարվել է Հայաստանում, իրանց երկրներում լինի, դա բացառվում է, թույլ չեն տա, և ձեզ է թույլ չեն տա, որ դուք շարունակեք, էլի նույն ձև գրպել չրպելը, իսկ մնացած հարցերում խնդրեմ, եթե պետք է հետաքրքրվող անց կլինի, ես ապացուցեմ։ Ասում եմ լայնածավալ է, ճյուղավորված է, թե գիտությունն է, թե կրոնն է, հավատքը, թե պատմությունն է, գոյությունից երեպայծա, որ միշտ գիտության կողմից հերկվել է, Երեպայցյան դա արդեն զգացմունքը չուստ է, ստե իսկ սկսեմ էլի։ Դե լավ, առաջը մսկանն է ուզում ասեի, և մի հատ տեսանյութ ձեզ կտրամադրեմ, որ ես 4-5 տարի է պայքարում եմ, ասում եմ լսեք, այդ ծուխ ու մուխը մի հանեք, թե համար կլին, թե ձմեր, մարդիկ կան պատվանը բացում են։ Ապարդյուն, թե ոստիկանություն եմ դիմեք հանաքերին, թե մնացածին։ Իսկ ինչ վերաբերում է այն ամենքին, որ ես ասել եմ, որ նամակ եմ գրել ԱԱԾ-ին, ես վերաբերյալ էլեկտրոմագնիտային դաշտը, ունեք գործիք, ասել եմ, չէ։ Հարց եմ տվել, ասել եմ, կարանք իմանանք այդ ինֆորմացիան որտեղից է գալիս։ Ասել են չէ, բայց ես ինքս իզնիկ չեմ հորին։ Եթե եղել է, ուրեմն ես ասում եմ կա։ Եվ ես թույլ չեմ տա, որ ես փորձարկման առարկա դառնամ, որից ինչ-որ մի պետության կամ մի քանի հետաքրքրվող անձանց համար կքրփեմ ահավոր ձևով անողներին։ Իմ մարմինը, իմ գաղափարը իմն է։ Եթե որից է մեկը փորձարկում կատարի, ես նրա տոհմածառը վերևից ներքև կվառեմ, ինչքան կարան կպայքարեմ, քփուրով կլի, ոնց կլինի, դիմելով կլի ուրիշ պետություններ, հաջողություն ձեզ։